Մենք ստորագրեցինք փաստաթուղթ, որով նախանշում է 20 ուղղություններով խորացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ։ Դա ներառում է մեր անվտանգության համակարգի համալիր միջոցառումների լայն ցանկ։ Մենք պայմանավորվեցինք, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, որոնք ունեն ոչ միայն երկկողմ նշանակություն, այլ նաև ներգրաված են ՀԱՊԿ անդամ մյուս երկրները, դրանք վերաբերում է ռազմական համագործակցության հետագա խորացմանը, որովհետև ձևավորում են կոլեկտիվ անվտանգության ուժեր հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ Կովկասում Հայաստանը ՀԱՊԿ-ի միակ անդամն է, կստեղծվեն միացյալ կոլեկտիվ ավիացիոն ուժեր, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումները կվերազինվեն նորագույն սպառազինություններով եւ ռազմական տեխնիկայով, կստեղծվի հատուկ փրկարարական ստորաբաժանումներ ՀԱՊԿ շրջանակներում, կձևավորվի մշտական երկխոսության մեխանիզմ հատուկ ծառայությունների իրավապահ մարմինների միջև, մասնավորապես կստեղծվեն կիբեր անվտանգության մշտական գործող կենտրոններ ՀԱՊԿ անդամ երկրներում եւ Հայաստանը այս ուղղությամբ կլինի առաջամարտիկներից մեկը, կստեղծվի ոստիկանության մարմինների միջև փոխգործակցությունը ապահովող մշտական մեխանիզմ ՀԱՊԿ շրջանակներում, քայլեր կձեռնարկվեն մեր ռազմական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, մասնավորապես խոսքը վերաբերում է նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը ռազմական արդյունաբերության ոլորտում, որի շուրջ մենք ունենք որոշակի պայմանավորվածություններ։ Мы обсуждали вопросы, связанные с реализацией ранее запланированных мероприятий. Все эти мероприятия касаются прежде всего обеспечения безопасности Армении как члена Организации договора коллективной безопасности и вообще создания системы безопасности здесь, на Кавказе. Эти мероприятия выполняются, мы реализуем сегодня достаточно много программ, они касаются военно-технического сотрудничества, они касаются взаимодействия в сфере противодействия конкретным вызовам, ну, например, там, наркотрафик, незаконная миграция, информационная безопасность. Но в планах достаточно большое количество мероприятий на этот год. Я не знаю, говорил ли об этом Артур Ваганович, но в этом году мы запланировали здесь проведение нескольких операций. Здесь пройдет неформальные встречи секретарей Совета Безопасности, где будет обсуждаться тенденция развития обстановки на Кавказе. Мы предполагаем проведение совещаний с участием вице-премьера Рогозина в Нижнем Тагиле с участием секретаря Совета Безопасности Республики Армения, где будем обсуждать вопросы военно-технического сотрудничества, упрощение процедуры закупки оружия, будем обсуждать проблема военно-экономического сотрудничества, создание совместных предприятий. То есть у нас очень насыщенная программа. К этой насыщенной программе добавляется еще 20 пунктов, которые мы должны реализовать. И все это идет в копилку той системы, которую мы создаем на Кавказе, системы безопасности Армении. ՀԱՊԿ-ի կողմից ընդունված ստրատեգիական որոշումներից ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների արդեն իսկ մշակված է կազմակերպության ռազմական բաղադրիչի ուժեղացման համապատասխան փաստաթուղթը, որը շատ կարևոր նշանակություն ունի։ Ներկայումս աշխատում ենք ՀԱՊԿ-ի նոր ռազմավարության, նոր զարգացման տեսլականի հետ կապված, եւ ես կարող եմ ասել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամներից է, եւ այն տարեկան ծրագիրը, որ մենք ստորագրում ենք գլխավոր քարտուղարի հետ, սա նախադեպը չունի, այն իմաստով, որ մենք աշխատում ենք պլանավորված ռեժիմով, եւ այս աշխատանքի մեջ ներգրավված են Պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, Պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության, բոլոր այն պետական կառույցները, որոնք ներառված են այս աշխատանքներում, նրանք աշխատում են կոնկրետ ծրագրավորված պլանով։ Եվ այսօրվա ստորագրված 20 կետանոց փաստաթուղթը դրանք կոնկրետ խնդիրներ են, կոնկրետ միջոցառումներ են, որոնք կոնկրետ ժամկետներում պետք է իրականացվեն եւ կոնկրետ արդյունքներ են երաշխավորելու տարբեր ուղղություններով։ Եվ ես ուզում եմ նաեւ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել գլխավոր քարտուղարին, մեր կազմակերպության ցուցաբերած մշտական հոգացության, օժանդակության, գիտեք, որովհետև շատ նախագծեր, որ ներկայացում է Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ-ը բոլոր դեպքերում 6 երկրների մասնակցությամբ ռազմաքաղաքական դաշինք է։ Եվ շատ կարևոր է, որպեսզի քարտուղարությունը մեր առաջարկությունները կարողանա հաշվառել, եւ ներկայացնել նաեւ համաձայնեցման մյուս պետություններին։
որովհետև եթե որևիցե երկիր համաձայն չի, այդ որոշումը չի կարող կյանքի կոչվել։ Իսկ այն որոշումները, որոնք մենք ընդունում ենք, դրանք գալիս են ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը։ Խնդիրը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում եւ ինչպես երեք շատ լավ նաեւ հայտարարեց իմ ռուս գործընկերը, այսօր հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը, այդ թվում զենքի, ռազմական տեխնիկայի մատակարարման գործընթացները շարունակվում են անխափան եւ մեր զինված ուժերը համալրվում են նորագույն սպառազինություններով եւ ռազմական տեխնիկա եւ ինչը մենք շարունակելու ենք անել նաեւ ապագայում եւ ушադիր հետևում ենք բոլոր զարգացումներին։ Вопросами по урегулированию этого конфликта занимается Минская группа. Я против того, чтобы кто-то, кто бы то ни был, в том числе ОДКБ, вмешивался в тот процесс, который сегодня происходит по урегулированию этого процесса, и кто-то добавлял новых инструментов для решения. Это контрпродуктивно. Поэтому я бы не хотел комментировать, как я отношусь к тому или этому факту или действию в рамках вот этого процесса, отдавая все на откуп, прежде всего, руководству двух государств в поиске консенсуса и прежде всего в содействии этому процессу со стороны Минской группы.